Եթե ուշադրություն դարձնենք սիրելի եկեղեցի մեր մարդկային կյանքի առհասարակ պատմությանը, մենք կտեսնենք, թե մարդկային պատմությունը որքան դժվարին օրեր է ունեցել։ Եթե անդրադառնանք նաև մեզ որպես հայեր, որպես երկիր, որպես ժողովուրդ, մենք տեսնենք, թե որքան տառապանքներով, որքան դժվարություններով, որքան մարտահրավերներով եւ խնդիրներով ենք անցել։ Եվ այո, այս խնդիրները, այս բեռները, ծանրությունը տանելը հեշտ չէ։ Ցավոք սրտի շատ ժամանակ լինում են դեպքեր, երբ որ մարդիկ այդ բեռների տակ սկսում են տառապել։ Այդ բեռի ծանրության տակ սկսում են ընկճվել, հուսահատվել, հիասթափվել, իսկապես տառապել եւ իրենց մոտ ինքնաայրում է սկսում, որտեղ որ մարդը ինքն իր մեջ սկսում է հյուծվել, վնասվել եւ փչանալ իր մեջից սկսում է քայքայում կարծես թե։ Մանավանդ երբ որ կան չվերջացող կյանքիդ մեջ խնդիրներ, ամեն առավոտ արթնանում ես այն ակնկալիքով, որ վերջապես այս հարցը կկարգավորվի, բայց չգիտեմ ինչի այդ խնդիրները չեն կարգավորվում։ Եվ երբեմն քո աչքին երևում է, որ սրանք չվերջացող խնդիրներ են։ Երբեմն չվերջացող վեճերն ու անհանգստությունները քեզ ներսից սկսում են վնասել եւ քայքայել։ Ես լսել եմ նաև ականատես եմ եղել մարդկանց, ովքեր մինչև անգամ իրենց մահվան անկողնում եղել են շատ չարացած, իրենց տագնապալի վիճակից ելնելով, իրենց դժվարին վիճակից ելնելով, մարդիկ եղել են չարացած, մեղադրել են, հայհոյել են, անիծել են։ Նաև տեսել եմ մարդկանց, ովքեր գտնվելով ծանր հիվանդության եւ տարբեր ճնշումների մեջ, իրենց բերանից օրհնանքի եւ սիրո խոսքեր եմ լսել։ Եվ սրանք այն մարդիկ են, ովքեր Տիրոջը սիրեցին ոչ թե միայն իրենց կյանքի լավ օրերին, այլ նաև իրենց կյանքի ծանր օրերին մինչև վերջ հավատարմություն ցուցաբերեցին Աստծուն։ Այո, սրանք այն մարդիկ էին, ովքեր քրիստոնեությունը ոչ թե որպես գաղափար էին վերցրել իրենց համար, այլ որպես կյանք եւ ճշմարտություն։ Այո, սրանք այն մարդիկ էին, ովքեր ոչ թե խոսում էին ավետարանի պարունակության մասին, այլ ավետարանը կիրառում էին իրենց կյանքում, անկախ նրանից հարստության մեջ էին, թե աղքատության, առողջ էին, թե հիվանդ, տառապանքի մեջ էին, թե օրհնված կյանք ունեին իրենց շուրջը, շրջապատված էին մարդկանցով, թե ամբողջությամբ միայնակ էին իրենց զգում։ Սրանք այն մարդիկ էին, ովքեր որ Քրիստոսից, նրա խոսքից, նրա շնորհքից մինչև վերջ կառչած մնացին։ Եվ հիմա գալով երկրորդ Կորինթացիներին ուղված նամակին, սիրելիներ, մենք տեսնում ենք, որ 11-րդ եւ 12-րդ գլուխները այս նշված հատվածներում Պողոս առաքյալը կատարում է իր առաքելական իշխանության հաստատումը, ծառայության, կոչման հաստատումը եւ բերում է մի շարք փաստեր, որոնք հիմնված են իր ունեցած չարչարանքների, տառապանքի եւ հալածանքների օրինակի վրա։ Պողոս առաքյալը ներկայացնում է իր անցած ուղին եւ այն ընթացքը, որի մեջ է գտնվում այդ ներկա պահին։ Մինչդեռ իր շուրջը կան մարդիկ, ովքեր այն փորձում են ցածրացնել Պողոս առաքյալի ունեցած ծառայության հեղինակությունը եւ նրա ունեցած կոչումը, փորձում են տարբեր կերպ վնասել նրան եւ ցածրացնել եւ հեղինակազրկել ինչ որ միտեղ նաեւ։ Երկրորդ Կորինթացիներին նամակը Պողոս առաքյալը գրում է իր կյանքի ամենադժվար շրջաններից մեկում, երբ ծառայության ընթացքում անցնում էր դժվարին փուլերի միջով, ֆիզիկական, հոգևոր եւ հուզական փորձությունների միջով։ Անցնում էր իրավիճակներով, որ կարծես թե մեծ ճնշում էր գործադրվում Պողոս առաքյալի վրա, թե ներսից, թե դրսից։ Մեր Աստծո զավակ լինելու եւ Աստծուց ստացած մեր ունեցած ծառայության կոչման իրական փաստը, սիրելի եկեղեցի,
ապացույցը դա մեր ապրած կյանքն է։ Եվ հիմա Պողոս առաքյալ օրինակ է բերում իր ապրած կյանքը որպես փաստ, թե ով է ինքը եւ ով է Աստված իր համար։ Սիրելիներ, քարոզը բաղկացած է երկու հիմնական կետից եւ այս երկու կետի միջոցով պիտի խոսենք հետեւյալի մասին, որ հոգեվոր մարդու կյանքում ամենախորը զորությունը եւ Աստծո շնորհի ըմբռնումը ծնվում է անձնական տկարության ճանաչումից։ Երբ անձը գիտակցում է իր տկարությունը, հասկանում է, որ կան իրավիճակներ, որտեղ ինքը այդ իրավիճակի վրա իշխանություն չունի, եւ դրանից ելնելով նա հենվում է ոչ թե իր անձի, իր ուժի, փորձառության կամ տրամաբանության վրա, այլ հենվում է Աստծո շնորհքի վրա, նրա ողորմության վրա, կարչում է նրանից եւ ոչ թե իր ունեցած փորձառության։ Առաջի կետը, որի մասին խոսելու ենք, հետեւյալն է. ֆիզիկական ճնշում եւ Աստծո վերականգնող զորությունը։ Ես վստահ եմ, որ յուրաքանչյուրս մեր կյանքի մեջ ունեցել ենք նման տեսակի ճնշումներ, որտեղ որ ելք կարծես թե չես գտել։ Չես կարողացել հասկանալ, լավ, մինչև երբ պիտի այս տառապանքի միջով անցնեմ, մինչև երբ իրավիճակներ են հավանաբար եղել քո կյանքի մեջ, որ տեսել ես սա մեծ, կարծես թե հսկայական պատի պես քո առջևդ կանգնած է, եւ ի վիճակի չես հաղթահարելու այդ պատը, ոչ անցնելու նրա վրայով, ոչ քանդելու այդ պատը, եւ չգիտես թե լավ, ինչ պիտի անեմ։ Իրավիճակներ կան, որի վրա դու ուղիղ իշխանություն չունես այդ հարցը կարգավորելու համար։ Եվ երկրորդ Կորինթացիներին ուղված նամակում 11-րդ գլուխ 19-ից 27 համարները հետևյալն է ասում։ Ես պիտի փորձեմ որքան արե հանդարտ ընթերցեմ եւ խնդրում եմ, որ դուք ուշադրությամբ լսեք, թե Պողոս առաքյալ ինչ մեծ դժվարություններով, տագնապներով, փորձություններով եւ ինչ ճնշման ազդեցության տակ էր գտնվում եւ ինչ տեսակ է փորձել հաղթահարել։ Եվ տեսեք, խոսում է իր ունեցած փորձառության մասին ասելով։ Խնդրում եմ ուշադրությամբ լսեք այս տողերը։ Եվ ասում է. իմաստուն լինելով հոժարությամբ համբերում ենք անմիտներին, որովհետև համբերում ենք։ Երբ մեկը ձեզ ստրկացնում է, երբ մեկը ուտում է ձեր ունեցվածքը, երբ մեկը ձեզ ստրկացնում է, երբ մեկը ուտում է ձեր ունեցվածքը, երբ մեկը կողոպտում է, երբ մեկը գոռոզանում է, երբ մեկը ապտակում է ձեզ, ամաչում եմ ասել, որպես թե մենք տկար ենք եղել, անմտությամբ եմ ասում, եթե որևէ մեկը համարձակվում է պարծենալ ինչ որ բանում, ես էլ եմ համարձակվում։ Եվ հիմա սկսում է փաստել, եբրայեցի են, ես էլ, իսրայելացի են, ես էլ, Աբրահամի սերունդն են, ես էլ, Քրիստոսի սպասավոր են, խենթությամբ եմ ասում, ես առավել ևս, վաստակով, առավել ևս, մահվան վտանգով, բազում անգամ, հրյաներից 5 անգամ 40-ից մեկով պակաս հարված եմ ընդունել, 3 անգամ խարազանվել եմ, 1 անգամ քարկոծվել, 3 անգամ նավաբեկության եմ ենթարկվել, մի ցերեկ ու գիշեր ծովի անդունդի մեջ եմ մնացել, բազմաթիվ ճանապարհորդություններ, վտանգներ գետերից, վտանգներ ավազակներից, վտանգներ ազգականներից, վտանգներ հեթանոսներից, վտանգներ քաղաքում, վտանգներ անապատում, վտանգներ ծովում, վտանգներ սուտ եղբայրներից, հոգնություն ու աշխատանք, բազմիցս արթուն մնալով, քաղցի ու ծարավի մեջ, բազմիցս ծոմի մեջ, ցրտի ու մերկության մեջ։ Մեկ պատմություն հիշեցի, մեկ հոգևոր եղբայր կար, որ հետը զրուցում էի, հետևյալն ասեց,
ասեց երկար ժամանակ աղոթում էի հետևյալը ասելով Տեր Աստված խնդրում եմ ինձ օգնել որ Պողոս առաքյալի պես լինեմ երկար ժամանակ աղոթում էի մինչև անգամ ասма մեկ օր աղոթքիս մեջ Աստված ինձ հասկացրեց հետևյալ կերպ եւ ինքս ինձ հարցրի լավ ես ուզում եմ որ Պողոս առաքյալի պես լինեմ իսկ արդյոք պատրաստ եմ կրել բոլոր այն տառապանքները, գնալ այն բոլոր ճանապարհներով, որ առաքյալը անցկացավ։ Եվ ասում է, ես հասկացա, որ ես պատրաստ չէ։ Ես չեմ կարող իսկապես անցնել այն տառապանքներով, որ նա անցավ։ Իսկապես սա բավականին մեծ ֆիզիկական, հոգեբանական, հոգևոր ճնշում էր, որի մեջով անցնելով պիտի հավատարիմ մնաս։ Պողոս առաքյալը թվարկում է իր մարմնական փորձությունները, թվարկում է իր ծեծերը, բանտարկությունները, քարկոծումը, նավաբեկությունը, քաղցած լինելը, ծարավ լինելը, իր մերկ լինելը, եւ նա ոչ թե բողոքում է, այլ այս ամենը ներկայացնում է որպես Աստծո կողմից իրեն տրված կոչմանը, հավատարմությանը, վկայության փաստ, որ ես ով եմ, ես ում եմ պատկանում, եւ ի վերջո ոչ թե մեր խոսքերն են փաստում մեր ով լինելը, այլ մեր ապրած կյանքը։ Եվ տեսեք, թե որքան ֆիզիկական ճնշում կար Պողոս առաքյալի վրա, եւ ուզում եմ հարցնել, իսկ երբ մեզ վրա կա ֆիզիկական մեծ ճնշում, մենք ինչ ենք անում այդ դեպքում։ Ինչպես ենք մեզ պահում որպես հավատացյալ մարդ, որպես քրիստոնյա մարդ, ինչպես ենք մենք ինքներս մեզ դրսևորում փորձությունների եւ դժվարությունների ժամանակ։ Սաղմոս 91 1-6 համարները, բայց հիմնական 2 համարը կընթերցեմ, որտեղ ասում է. Բարձյալի ծածկոցի տակ բնակվողը ամենակարողի հովանու ներքո է հանգստանում։ Եվ ասում է. Ես Տիրոջը կասեմ, իմ ապավեն եւ իմ ամրոց, իմ Աստված, որին ես հուսացած եմ։ Այս համարներից հետո Սաղմոս 2-ն խոսում է որսողի որոգայթի մասին։ Ինչ է նշանակում որսողի որոգայթ։ Սա մի փոխաբերություն է, որը ընդգծում է հոգևոր մարդու դեմ ուղված ամեն դավադրության տեսակ, որը սպառնում է նրա կյանքին։ Մենք տեսնում ենք, որ Սաղմոս 2-ին այո սպառնացել էին եւ որսողը նրա հետևից էր ընկած նրան վնասելու համար։ Հաջորդը խոսում է չար ժանտամահի եւ ժանտախտի մասին, որը շրջում է, խավարում է։ Սա խոսում է հիվանդությունների մասին եւ վարակների մասին։ Խոսում է գիշերվա զարհուրանքի մասին, խոսում է նետից, որը թրջում է ցերեկը, խոսում է հարվածից, որ ասում է սատկեցնում է կեսօրվա մեջ։ Սրանք նկարագրված են իրավիճակներ, որ Սաղմոս 2-ն իշխանություն չունի այս իրավիճակների վրա։ Սրանք կարող են հայտնվել հանկարծակի անակնկալ կերպով եւ չգիտես լավ, ինչպես ես այս հարցը պիտի կարգավորեմ։ Ով գիտի թե որսողը ոչ մի անգամ բացահայտ թակարդներ չի դնում անձի համար, այլ դնում է գաղտնի, ծածուկ։ Եվ ով իշխանություն ունի դրա վրա, որևէ մեկը ապահովագրված չի վարակներից, հիվանդություններից։ Երբ որ կորոնա այդ հիվանդությունը եղավ, որևէ մեկը ապահովագրված չէր սրանից։ Կարևոր մեկ բան կա։ Սաղմոս 2-ն ասաց. ես կասեմ Տիրոջը, իմ ապավեն, իմ ամրոց, իմ Աստված, որի վրա եմ իմ հույսը դրել։ Եվ սիրելիներ, ուզում եմ հարցնել մեզ. իսկ ինչ ենք ասում մենք, երբ որ մենք ենք գտնվում նման իրավիճակներում, երբ որ որսողը մեզ համար է թակարդ լարում, երբ մենք խավարում շրջում ենք եւ մեզ ապահով չենք զգում, որովհետեւ տարբեր տեսակ վտանգներ, վախեր ու անհանգստություններ կան, իսկ մենք նման տագնապալի իրավիճակների մեջ մենք ինչ ենք ասում Տիրոջը։
Երկրորդ Կորինթացիս 4-րդ գլուխ 6-10 համարներն ասում է, որովհետև Աստված, որ ասաց, թե խավարից թող լույս ծագի, հենց ինքը մեր սրտերի մեջ ծագեց Աստծո փառքի գիտության լույսը տալու, որ ճառագում է Հիսուս Քրիստոսի դեմքից։ Բայց այս գանձը ունենք կավե անոթներում, որպեսզի ցույց տրվի, որ այս գերազանց զորությունը Աստծուց է, ոչ թե մեզանից։ Ամեն բանում նեղված ենք, բայց ճնշված չենք, կարոտյալ ենք, բայց հուսահատ չենք, հալածված ենք, բայց լքված չենք, անկյալ ենք, բայց կորսված չենք։ 6-րդ եւ 7-րդ համարներն ասում է Աստծո փառքի գիտության լույսը, Աստծո փառքի ճանաչողության լույսը, որը հանդիսանում է գանձ, հայտնվում է հանկարծ մեր ֆիզիկական մարդկային անոթների մեջ, անձի մեջ, եւ այս անձին հետաքրքիր անվանում է ասում կավե անոթ։ Մի անոթ, որը որ փխրուն է, մի անոթ, որը որ ժամանակավոր է, մի անոթ, որը որ իրականում խոցելի է, կարող է ձերքի մեկ անզգույշ հպումից ընկնի գետնի եւ փշուր լինի, բայց հետաքրքիր է, որ Աստծո փառքի գերազանց իր ճանաչողության այս գանձը բնակվում է մեր այս տկար կավե անոթների մեջ։ Եվ ինչ է ասում։ Եվ այս զորությունը ոչ թե մեզանից է, այլ Աստծուց։ Նկարագրելով մեր մարդկային լինելը, մեր ժամանակավոր լինելը, մեր տկար եւ թույլ լինելը եւ նկարագրելով Աստծո ողորմությունը, նրա մեծությունը, որ շնորհ տվեց յուրաքանչյուրիս, որ իր ներկայությունը մեր այս տկար անձերի մեջ կարողանանք ճաշակել, կարողանանք վայելել, թե ով է նա։ Եվ 8-ից 9 համարները կատարում է 4 զույգ հակադրություններ, որտեղ Պողոս առաքյալը նկարագրում է ծառայողի իրական փորձառությունը, եւ ինչ է ասում. նեղված ենք, բայց ճնշված չենք։ Տեսեք, չի ասում, որ մենք նեղություններ չենք կրելու, այո, կրելու ենք, բայց այս նեղությունները պատճառ չեն լինելու, որ մենք մշտական գտնվենք ճնշման տակ եւ մենք թողենք մերով լինելը։ Եվ ասում է հալածված ենք, բայց լքված չենք։ Կան հալածանքներ, բայց լքված չենք։ Սաղմոս 27:10 համարն ասում է. թեկուզ եւ հայրս ու մայրս լքեն ինձ, բայց ինձ ընդունում է Տերը։ Ես լքված չեմ, այո, ինձ կարող են իմ շրջապատի բոլոր մարդիկ լքել։ Մինչև անգամ հայրն ու մայրը, ովքեր որ կծնեն այդ տվյալ անձին, մինչև անգամ եթե նրանք էլ լքեն, ես գիտեմ, որ կա մեկը, ով ինձ չի լքում։ Մինչև անգամ իմ կյանքի ամենամութ օրերին իր ներկայությունը ինձ հետ է։ Ես այսօր չգիտեմ դուք ինչ իրավիճակների մեջ եք, ձեր կյանքում ինչ մութ, խավար, դժվարին ծանր կացություն ունեք, մեկ բան կա, մեկ իրականություն, թեկուզ եւ իրավիճակներ կան, թեկուզ եւ ուզենան մարդիկ քեզ օգնեն, իրավիճակներ կան, որ դա դու միայնակ պիտի անցնես եւ քեզ չեն կարող օգտակար լինել։ Կարող են խորհուրդներ տալ, կարող են ֆիզիկապես կողքդ լինել, բայց այդ իրավիճակի վրա իշխանություն ունեցող մեկը կա։ Ոչ դու ես, ոչ էլ այլ մարդիկ, այլ Աստված ինքը։ Ամեն։ Հաջորդն ասում է նեղված ենք, բայց ճնշված չենք։ Իսկ ինչու։ Սաղմոս 91:14-15 համարներն ասում է, որովհետև նա ինձ սիրեց եւ ես կփրկեմ նրան, ես բարձր տեղում կպահեմ նրան, որովհետև նա ճանաչում է իմ անունը, նա կկանչի ինձ եւ ես պատասխան կտամ նրան, ես նրա հետ կլինեմ նեղության մեջ, կապրեցնեմ նրան եւ փառավոր կդարձնեմ նրան։ Մեկ կարևոր նախադասություն, ես նրա հետ կլինեմ նեղության մեջ։
ոչ թե Աստված նեղությունից դուրս, մեր կյանքից դուրս է մեզ տեսնում, այլ նա գտնվում է ուղիղ մեր կյանքի մեջ, այն իրավիճակի, որի մեջով դու անցնում ես հիմա, Տերը քեզ հետ է տվյալ իրավիճակի մեջ։ Ոչ թե քեզ կողքից խորհուրդ է տալիս, այլ գտնվում է քեզ հետ այդ վիճակի մեջ, քեզ զորացնելու, ամրացնելու, հաստատելու եւ օգնելու, որ կարողանաս հաղթող դուրս գաս այդ իրավիճակում։ Եվ ասում է կարոտյալ ենք, բայց հուսահատ չենք, հալածված ենք, բայց լքված չենք, անկյալ ենք, բայց կորսված չենք, կարող ենք հարցնել ինչու։ Սաղմոս 27-ից 8 համարներն ասում է, ոմանք կառքերին եւ ոմանք էլ ձիերին են ապավինում, բայց մենք պիտի ապավինենք մեր Տեր Աստծո անվանը։ Նրանք թեքվեցին եւ ցած ընկան, բայց մենք վեր կացանք եւ կանգնեցինք։ Այո, անկյալ ենք։ Այո, անկյալ ենք։ Այո, մեր կյանքի մեջ մենք իշխանություն չունենք այն առումով, որ միշտ հաստատուն պիտի կանգնենք, Աստծո խոսքն էլ ասում, ով որ մտածում է, որ հաստատուն կանգնած է, թող զգուշանա, որ չսայթակի։ Այո, անկյալ ենք այն առումով, որ հնարավոր է մեր կյանքի մեջ սայթակումները, հնարավոր է մեր կյանքի մեջ որոշ դժվարությունները, որոշ նեղվածություններն ու նման իրավիճակները հնարավոր են։ Եվ Սաղմոս 2-ն ասում է, ոմանք կառքերին եւ ոմանք էլ ձիերին են ապավինում, բայց մենք պիտի ապավինենք մեր Տեր Աստծո անվանը։ Ում ենք մենք ապավինում մեր դժվարության ժամանակ։ Եվ ասում են նրանք թեքվեցին եւ ցած ընկան։ Ովքեր թեքվեցին եւ ցած ընկան։ Նրանք ովքեր որ իրենց ապավինությունը չէին դրել Աստծո վրա, այլ մարդկային ուժի եւ զորության, նրանք թեքվեցին եւ վայր ընկան։ Եվ Սաղմոս 2-ն ասում է, բայց մենք վեր կացանք եւ կանգնեցինք։ Ով է վեր կենում։ Ընկած մարդն է ընկնում։ Ընկած մարդն է բարձրանում։ Եվ այստեղ նկարագրությունը հետեւյալն է, որ բոլոր մարդիկ էլ կարող են ընկնել, կարող են սայթակել, կարող է անկման մեջ ընկնել, բայց մեկ բան կա։ Այն մարդը, ով իր ապավինությունը Աստծո վրա է դրել, նրա համար հույս կա։ Այո, այսօր ընկել է, բայց վեր կկենա եւ կկանգնի, որովհետեւ նա իր կողքը ունի մեկը, ում զորությունը հավերժական զորություն է։ Սաղմոս 103-ում ասում է, ինչպես որ հայրն է գթում իր որդիներին, այնպես Տերն է գթած իրենից վախեցողների հանդեպ, որովհետև նա գիտի մեր կազմվածքը, հիշում է, որ հող ենք մենք, Աստված գիտի մեր կազմվածքը, գիտի թե ինչից ենք պատրաստված, գիտի որ հող ենք, գիտի մեր այս տկար մարմինը, եւ դրա համար մեր ուշադրությունն է կենտրոնացնում, որպեսզի մենք մոտենանք նրան, ումից որ գալիս է այս զորությունը, եւ այս 4 զույգ հակադրությունները ցույց են տալիս կյանքը դժվար է, բայց Աստծո շնորհը միշտ բավական է մեզ հանելու ճնշվածությունից, հուսահատությունից, լքվածությունից եւ կորսված իրավիճակից։ Մենք բոլորս գիտենք, սիրելիներ, որ գոյություն ունի սպառվող էներգիա եւ ամենաերկար մնացող էներգիան դա քիմիական նյութերն են, ատոմն է հանդիսանում, որ գնալով ավելի զարգանում է, բայց միևնույնն է, տարիների, դարերի, հազարամյակների ընթացքում նա եւս գնում է դեպի մարման։ Օրինակի համար, ինչպես որ փայտը այրվում է եւ ավարտվում, ինչպես որ մոմը վառվելիս մեր աչքի առջև տեսնում եք, թե ինչպես է սպառվում, հալվում եւ իր ավարտին է հասնում։ Նյութի օգտագործման ընթացքում նյութը նվազում է, մինչև ամբողջովին սպառվում է, նույն կերպ էլ մարդու մարմինն է եւ նրանում եղող ուժը եւ էներգիան, որը գնալով ըստ Աստծո օրենքի գնալով սպառվում է եւ չի վերականգնվում կամ ավելի երիտասարդանում եւ այն գնում է դեպի ֆիզիկական ավարտի։ Եթե մենք ապրենք միայն մեր մարդկային ուժից եւ էներգիայից ելնելով, ապա մենք կսպառվենք ու մեր մոտ կսկսի ինքնաայրման process եւ ի տարբերություն սիրելներ ֆիզիկական նյութի, որի ուժը էներգիան սահմանափակ է,
Աստվածաշունչը մեզ սովորեցնում է, որ Աստծո զորությունը, որը կարող է մեզ, մեր տկարությունների եւ ճնշումների ժամանակ մեզ իր զորությամբ ամրացնել, այն հավերժական է եւ Աստծո շնորհի զորությունը չի հատնում, սիրելիներ։ Մեր մարդկային ուժն ու զորությունը ավարտվում է, հատնում է, իսկ Աստծո տված ուժը եւ զորությունը հավերժական է։ Եսայա մարգարեության մեջ 40-րդ գլուխ 29 համարն ասում է. նա է հոգնածին ուժ տվողը, նա ավելացնում է կարողություն չունեցողի զորությունը, մեր ուժի աղբյուրը, սիրելի եկեղեցի, Տիրոջից է։ Ամեն։ Եթե հոգնած ես, եթե տկարացած ես, մեկ զորության աղբյուր կա, որից որ պիտի խմես, պիտի կերակրվես, պիտի սնվես եւ դա Տերը ինքն է։ Երկրորդ կետին անդրադառնալով սատանայի խայթը եւ Տիրոջ շնորհի հայտնությունը։ Երկրորդ Կորինթացիս 12-րդ գլուխ 7-ից 10 համարներն ասում է. եւ որպեսզի հայտնությունների առավելությամբ չհպարտանամ, մարմնի համար ինձ խայտ տրվեց սատանայի հրեշտակ, որ ինձ բռնցքահարի, որպեսզի չգոռոզանամ։ Դրա համար 3 անգամ Տիրոջը աղաչեցի, որ նրան ինձանից հեռացնի, իսկ նա ինձ ասեց. քեզ իմ շնորհքը բավական է, որովհետև իմ զորությունը տկարության մեջ է կատարյալ դառնում։ Արդ ավելի հոժարությամբ իմ տկարություններով կպարծենամ, որպեսզի Քրիստոսի զորությունը իմ մեջ բնակվի։ Ուստի հանուն Քրիստոսի հաճույքով համբերում եմ տկարությունների, նախատինքների, վշտերի, հալածանքների եւ նեղությունների, որովհետև երբ տկարանում եմ, այն ժամանակ զորանում եմ։ Հատվածն ասում է, որ 3 անգամ Պողոսը խնդրում է Աստծուն, որպեսի հեռացնի այդ խայթը, որ չծեծեն իրեն, սակայն Տերը այդ աղոթքին պատասխանում է ոչ։ Աստված թույլ է տալիս։ Թարգմանություններ կա, որտեղ ասում է, որ այսինքն բանտի աշխատակիցը մտնում էր Պողոսի մոտ եւ նրան ծեծում էր։ Աստված թույլ էր տվել եւ նպատակը նա էր, որ Պողոսը չհպարտանա։ Եվ Աստված Պողոսի աղոթքին պատասխանեց փաստորեն ոչ։ Այսինքն հակառակ կողմով եթե նայենք, Աստված ասեց, ես ուզում եմ, որ դու ամեն օր ծեծ ուտես։ Եվ սա բավականին խորը մեզ մտածելու առիթ է տալիս։ Երբեմն աղոթքներ կա, որ մենք ասում ենք, չէ, ինձ հանի ես վիճակից, բայց իրավիճակներ կան, որտեղ որ դու պիտի մնաս այդ իրավիճակի մեջ։ Որտեղ Աստծո կամքը դա է։ Պողոսի կողմից իր եռակի խնդրանքը մեզ հիշեցնում է Տեր Հիսուսի աղոթքը Ձիթենյաց լեռան վրա։ Ղուկաս ավետարանում ասում է. եւ ասեց. Հայր, եթե կամենում ես, այս բաժակը հեռացրու ինձանից։ Եվ 3 անգամ սա աղոթեց. Հայր, եթե կամենում ես, այս բաժակը հեռացրու ինձանից, որտեղ այդ բաժակը դառնությամբ լիքներ։ Այդ բաժակի մեջ կար խաչելություն, չարչարանք, հայհոյանքներ ուղված դեպի իր անձը։ Եվ հեշտ չէր այդ դառնության բաժակը խմել մինչև մրուրը։ Հեշտ չէր։ Հեռացրու ինձանից։ Եվ աղոթքի ավարտին հետևյալ արտահայտությունը. սակայն ոչ թե իմ, այլ քո կամքը թող լինի։ Եվ նրան երկնքից հրեշտակ երևաց ու զորացնում էր նրան։ Պողոսը եւ Հիսուսը չեն ստանում այն, ինչ խնդրում են, բայց նրանց շնորհ է տրվում հաղթահարելու բոլոր փորձությունները։ Այ այստեղ է ամբողջական վստահությունը Աստծո հանդեպ։ Երբ որ դու քո մեծ ցանկալի փափագդ ես ուղղում դեպի Աստված, բայց շարունակության մեջ ասում ես, հայր, իմ կամքը չէ, իմ կամքը չէ, ես քո կամքն եմ խնդրում, ես իմ ուզածը չեմ ուզում, այո իմ ուզածը սա է, բայց քո ուզածն եմ ուզում, քո ցանկությունը թող իմ կյանքում իրականություն դառնա, իմ խնդրանքը չեմ ուզում, այո ես ուզում եմ, որ այս հարցը կարգավորվի, բայց թող քո կամքը լինի, որտեղ քո կամքը իմ ցանկությունից
ավելի վեր է, ավելի բարձր է։ Դու գիտես, թե որն է ինձ համար ավելի բարին։ 9-րդ համարն ասում է. քեզ իմ շնորհը բավական է, որովհետև իմ զորությունը տկարության մեջ է կատարյալ դառնում։ Աստծո պատասխանը փողեց Պողոսի ամբողջ աշխարհայացքը։ Նա հասկացավ, որ շնորհն ավելին է, քան այդ պահին ցավից ազատվելը։ Աստված երբեմն չի փոխում քո պայքարի օբյեկտը կամ պայմանները, որովհետև ուզում է փոխել քեզ, փոխել քո բնավորությունը։ Օվսիամարգարության մեջ 2-րդ գլուխ 14-րդ համարը հետևյալն է ասում. Ոստի ահա ես նրան կհրապուրեմ, Աստված խոսում է հրյա ժողովրդի մասին ասելով. Ոստի ահա ես նրան կհրապուրեմ ու կտանեմ անապատ եւ կխոսեմ նրա սրտի հետ։ Ինչ հետարքիր համար Աստված իր ժողովրդին առանձնացնում է, անում է իր ներկա գտնվելիք հարմարավետության վայրից եւ ասում է ես նրան կտանեմ անապատ եւ նպատակը մեկն է խոսեմ նրա սրտի հետ։ Այո, երբեմն էլ մեր կյանքի մեջ կան անապատային իրավիճակներ, դժվարին իրավիճակներ, բայց մեկ կարևոր բան կա։ Իսկ հնարավոր է, որ Աստված ուզում է խոսել քո սրտի հետ, ուզում է աշխատել քեզ հետ, ուզում է ամրացնել եւ զորացնել քեզ։ Ուրեմն եթե չես հասկանում ինչու է դժվարությունը շարունակաբար մնում քո կյանքում, ապա հավատա, որ դա այն վայրն է, որտեղ Քրիստոսի շնորհքը պիտի քո կյանքի մեջ հայտնվի։ Աստծո խոսքն ասում է իմ շնորհքը քեզ բավական է։ Նշանակում է Աստված քեզ կպահի նույնիսկ երբ չես հասկանում, թե ինչ է կատարվում քո շուրջդ։ Ասում է քեզ բավական է իմ շնորհքը։ Ցավոք սրտի, սիրելիներ, մարդկանց մեզ միշտ ինչ որ մի բան չի հերիքում։ Միշտ ինչ որ մի բան բավարար չի մեզ։ Միշտ ինչ որ բան պակասում է մեր կյանքի մեջ։ Միշտ կարծես թե ինչ որ բան կիսատ է, մասամբ է, թերի է եւ մեզ չի բավարարվում։ Միշտ ինչ որ մի բան մեզ համար հերիք չէ։ Աստծո խոսքն ասում է, որ իմ շնորհքս քեզ հերիք է, բայց մենք Աստծո շնորհքը թողած չգիտեմ ինչի մեզ այլ բան է նաև հարկավոր, այլ բան ենք նաև ուզում։ Եվ եկեք կենտրոնանանք Աստծո շնորհքի վրա, որը որ մեզ զորացնում է, ամրացնում եւ մեր ընկած տեղից ունի այդ զորությունը մեզ բարձրացնելու, մեզ ամրացնելու, անկախ նրանից թե շուրջդ գտնվող մարդիկ քո դեմ ինչ կկիրառեն, ինչ կասեն, մեկ կարևոր բան, Աստծո շնորհը բավարար է քեզ ամրացնելու եւ հաստատելու համար։ Եվ ամփոփելով, սիրելիներ, Պողոսը ցույց է տալիս մի ուղի, որով կարող է անցնել յուրաքանչյուր հավատացյալ։ Նկարագրում է նրա տկարությունները, նկարագրում է այո նրա ապավինությունը Աստծուն, նկարագրում է Աստծուց եկող շնորհը եւ զորությունը Աստծո Պողոս առաքյալի կյանքի մեջ։ Մարդկային տեսանկյունից Պողոս առաքյալը պարտված էր, բայց հոգևոր իրականության մեջ նա հաղթանակած էր։ Պողոսի կյանքը մեզ սովորեցնում է, որ մարդը զորանում է ոչ թե իր սեփական ուժին ապավինելով, այլ Տիրոջ շնորհին ապավինելով։ Սիրելիներ, ապավինեք Տիրոջ շնորհին, որովհետև այնտեղից է գալիս իմ եւ քո զորությունը։ Աստված օրհնի յուրաքանչյուրիս։